Սաղ պլածի, մի հատ ուժեղ զարգին, պլիկը թապի, գրեթե բոլոր տեղը սպես է, պատերի ճեղքվածքը, խնդրեմ, մե դիմախոդում չի աշխատի, մարդիկ ստիված տրուբենը տեղից են հանե, սաղ թապի ու բանկեղնի, Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակչուհի Ռոզա Մեխակյանը հերթով հարկ առ հարկ բարձրանում եւ մատնանշում է բնակելի շենքի վթարային հատվածները։ Սաղ քարուքանդ, զիբլանոց, ինչս եմ, պանելները, արանքները լրիվ բաց են։ Այս շենքը երկրաշարժից հետո այս վիճակն է միջև օրս տղա ջան։ Էլ ինչ վադում 100 տեղ բողոքել ենք, Երևանից բռնած, վարչապետներից բռնած, շինարարության հետ մինիստրությունից բռնած տեղերն է բողոքենք, բայց փող չունենք, բյուջեն դադար է։ 1960-ականներին կառուցված 5 հարկանի բնակելի շենքը 88-ի երկրաշարժի պատճառով 3-րդ աստիճանի վթարայնություն է ձեռք բերել։ Որ մենք մնանք տակ հոգիներից ազատվի պերզենք։ Իրիկուն աղոտ կենենք քնում առավոտ սալիկների բաների տակ չմնանք։ Խո մենք ռոբոտ ենք, ինչ ենք որ չվախենանք։ 5 մուտքով 60 բնակարան ունեցող բազմաբնակարանում ապրում է ընդամենը 10 ընտանիք։ Մյուսներն ինքնակամ լքել են իրենց բնակարանները ինքնափլուզումներից խուսափելու պատճառով եւ տեղափոխվել այլ տեղ ապրելու։ Շենքի բնակիչներն ասում են, որ պատերի ճեղքերից առնետները տուն են մտնում, վնասում երեխաներին։ Կրիսները առաջի հարգը շատ են, առաջի հարգի ապրողները։ Մենք որ ցերեկը տուն ենք գալիս, վախենում ենք դուռը բացենք, ներս մտնենք, կողքերներս նայում ենք, մեկ երբ տուն ենք մտնում։ Հնարավոր չի ապրել, բայց ում բողոքենք։ Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը երբևէ չի ամրացվել։ Բնակիչները նշում են, որ շենքը ինքնափլուզումների հաճախակի է ենթարկվում։ Վերջին դեպքը եղել է 2 օր առաջ, երբ տեղացած առայժմ ծանրացել է կիսավեր տանիքի վրա։ Գյումրիում վթարային 88 շենք կա, որոնց թվում է նաև Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը։ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր վթարայիններն ամրացնելու համար անհրաժեշտ է 25 միլիարդ դրամ, որն այս պահին պետբյուջեից հատկացնել հնարավոր չէ։ Այս շենքն էլ ընդգրկված է Լինսի հիմնադրամով ամրացվող վերականգնվող շենքերի ցանկում, սակայն այն ժամանակ բնակիչները դուրս չեկան շենքից եւ այդ շենքը ծրագրից դուրս եկավ, բայց այդ շենքի ամրացման վերականգնման համար շուրջ 400-450 միլիոն դրամ գումար է անհրաժեշտ, որը այս պահին հնարավորություն չկա ներդնել այդ շենքի վրա, որտեղ այդ շենքեր քաղաքում էլի կան։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը նաև հավելում է, որ այս պահին կառավարությունում համաձայնագիր է կազմվում հանրապետության բոլոր վթարային շենքերի թվաքանակի եւ վթարայնության աստիճանի մասին։ Ալբերտ Մարգարյանի խոսքով առաջիկայում պարզ կլինի, թե Շիրակի մարզի վթարային շենքերը ինչ ֆինանսական ներդրումների միջոցով են ամրացվելու։ Ցայք հեռուստաընկերություն այսօր։